Իսրայելիս պապը եղել է Էրքեջ գյուղի քահանան, Տեր Սարգիսը։ Արդեն սովետականացման ժամանակ տվել է թորնիկին, իմ Իսրայելին, Մուխան են ասել Միքայել Սարգսյան։ Տվել է իրեն ասել բալիկս, տար ջրհորն է դիր, էլ պետք չի սա, էլ հավատացող չկա սրա։ Բայց Իսրայելից փոխանակ ջրհորը նետելու, վերցրել էր փաթաթել իր անդրավարտիքի մի փողքի մեջ ու դրել Գերանի ուսյան արանքում գոմում։ Պատերազմի ժամանակ ընկել է ռմբակոծության տակ։ Ամբողջ վաշտը սպանվել է, զոհվել են բոլորը։ Ինքը փաստորեն այդ ականների, նռնակների բացած փոսում է մնացել, հողը վրան է դարձել։ Լրիվ կենթանի թաղվել է ոնց որ։ Ուշագնաց եղել։ Ասում է մի պահ կինս Մարգուշը եկավ ինձ այցի։ Ասում է որ գրկեի։ Ես ընտեղ էլ շնչակտուր էի լինելու, արդեն ոտ չկար շնչելու ու մահանայի։ Վեր թռա, որ չկարողացա բռնել, ասում է վեր թռա։ Ու տեսնեմ մթության մեջ ձեռքերով փորել է մի խոսքով ու փրկվել։ Ասում եմ մտածեցի, սա ինչ զորություն էր աստվածային, որ ես կարողացա այս վիճակից փրկվել։ Երթվում է, որ գնամ կնոջս ծոց չեմ մտնի եւ խաչն ու ավետարանը կհանեմ գոմից, կդնեմ իմ տան ամենապատվավոր տեղում մետաքսե շորով փաթաթած։ Գնում է եկեղեցի առաջինը, աղոթում, խաչն ու ավետարանը մետաքսե գլխաշորով կապում, հետո կնոջ մոտ գնում։ Այդպես է հասել մեզ։ Ու գրքի վրա էլ հիշատակ է գրել, որ թողնում եմ Ալբերտին, փոքր որդուս, որպես Սարգսյանների հիշատակ։